Այս խնդրում ունենք 3 զամբյուղ, որոնց մեջ պետք է տեղավորենք 1-ից 6 թվերը այնպես, որ հաջորդական 2 թիվ չլինի միևնույն զամբյուղում, այսինքն 2-ը ու 3-ը չեն կարող տեղավորել այստեղ, որովհետև դրանք հաջորդական են եւ չպետք է լինեն մի զամբյուղում։ Կարելի է, որ զամբյուղներից մեկն ու մեկը մնա դատարկ, դե պարզ է 2-ը դատարկ մնալ չեն կարող, որովհետև այդ դեպքում կստացվի բոլոր թվերը մի զամբյուղում են ու հաջորդական թվերը կհայտնվեն մի զամբյուղում, այսինքն կարող է մի զամբյուղ մնալ դատարկ եւ կարող է ոչ մի զամբյուղ էլ դատարկ չմնալ, այդպիսի տարբերակներ կան, օրինակ թող լինի 1-ը 4-ը, 2-ը 5-ը եւ 3-ը 6-ը, հա։ Եվ բացի այդ, պետք է որ բոլոր թվերը տեղավորած լինենք, ինչը դե տրամաբանական է։ Ինչպես կարող ենք դա անել, հա։ Քանի տարբերակով կարող ենք դա անել։ Պետք է հասկանանք։ Դե եկեք հասկանանք ինչից կարող ենք օգտվել։ Ամենահարմար տարբերակը օգտվելու մեզ դնելն է այդ թվերը տեղավորողի տեղում եւ փորձելն է հասկանալ, թե նա քանի տարբերակ ունի իր գործողությունների համար։ Երբ նա սկսում է, եկեք թող սկսի 1-ից։ Հասկանալ, թե 1-ը որտեղ է տեղավորվում։ 1-ը տեղավորելու համար նա կունենա 3 տարբերակ։ Կարող է դնել այն կամ A զամբյուղում, կամ B զամբյուղում, կամ C զամբյուղում։ Այսինքն 1-ը կարող է լինել A-ում, B-ում կամ C-ում։ Ունի 3 տարբերակ։ Ենթադրենք դրել է B-ում, հա։ Ինչ կարող է անել դրանից հետո։ Դրանից հետո եկեք անցնենք 2-ին, որովհետև 2-ին խանգարում է միայն 1-ը, չէ՞։ 2-ը պետք է 1-ի կողքին չլինի եւ 3-ի դեռ 3-ը չենք դրել, դնենք 2-ը այնպես որ 1-ի կողքը չհայտնվի։ Եթե 1-ը B-ում է, մենք ունենք 2 տարբերակ, կամ 2-ը դնել A-ում, կամ 2-ը դնել C-ում, հա։ Երրորդ տարբերակ չկա, B-ում դնել չենք կարող։ Նույնը վերաբերվում է մնացած բոլոր դեպքերին։ Եթե առաջին դեպքում մենք ունենք 3 ընտրության հնարավորություն, երկրորդ դեպքում միշտ ունենում ենք 2 ընտրության հնարավորություն, որովհետև կարող է մեր հաջորդ թիվը լինել մյուս 2 զամբյուղներում։ Տվյալ դեպքում 2-ը կարող է լինել B-ում կամ լինել C-ում, այստեղ կարող է 2-ը լինել A-ում կամ լինել B-ում։ Այսինքն առաջին ընտրությունից հետո ինչ էլ մենք ընտրած չլինենք, ունենք 2 տարբերակ երկրորդ ընտրության համար։ Ու նկատենք, որ կրկին 2 տարբերակ ունենանք անկախ նախորդ իրավիճակից, նաև երրորդ ընտրության համար, հա։ 1-ը ընտրեցինք, 2-ը ընտրեցինք, հիմա 3-ն ենք ընտրում։ Նկատենք, որ եթե օրինակ 1-ը դրել ենք B-ում, իսկ 2-ը հետո դրել ենք C-ում, այժմ 3-ին դրվածներից խանգարում է միայն 2-ը։ 1-ը 3-ի հետ կապ չունի, իսկ 4-ը դեռ չենք դրել։ Ուրեմն մենք 3-ի համար ունենանք 2 տարբերակ, կամ դնել B-ում, կամ դնել A-ում։ Այսինքն ամեն հաջորդ թվի համար մենք միշտ ունենում ենք 2 տարբերակ դեպքերից յուրաքանչյուրում։ Ուրեմն եթե առաջին միայն 1-ը դնելու համար ունենք 3 տարբերակ, եթե ավելացնում ենք 2-ը, դեպքերից յուրաքանչյուրում ունենում ենք 2-ական տարբերակ, 3-ը բազմապատկվում ենք 2-ով, չէ՞։ Հետո այս 6 տարբերակներից յուրաքանչյուրում ունենում ենք 2-ական տարբերակ 3-ը դնելու համար։ Եթե 3 օրինակ դրեցինք B-ում, այս տարբերակով գնացինք, հա, կունենանք 4-ի համար 2 տարբերակ, կամ 4-ը դնել A-ում կամ C-ում։ Կրկին նույնը կլինի բոլոր դեպքերում եւ կունենանք 2-ական տարբերակ 4-ը դնելու, 2-ական տարբերակ 5-ը դնելու եւ 2-ական տարբերակ 6-ը դնելու։ Ու այսպես ստանանք բոլոր հնարավոր եղանակները ու բնական է որ ոչ մի տեղ խախտում չենք ունենա, որովհետեւ ամեն նոր թիվ դնելուց հետևել ենք, որ նախորդ թվի կողքին չլինի եւ իր հաջորդն էլ դնելուց հետևել ենք, որ իր կողքին չլինի։ Այսինքն սխալ թույլ չենք տվել ու ունենք այդ դեպքում գումարային 96 տարբերակ։